Շնորհավոր։ Համաձայն եք, ամեն անգամ բախ չի վիճակվում Էջմիածնի ճանապարհային ոստիկանության փոխգնդապետից ծաղիկներ ստանալ։ Առիթը մեկն է կանանց միջազգային տոնը, երբ ճանապարհային ոստիկանությունը մեքենան կանգնեցնելիս բացի արձանագրություններ կազմելուց կարող է նաև ծաղիկներ նվիրել։ Առավոտյան ժամը 10-ից Էջմիածնի ոստիկանության աշխատողները ծաղիկներով դիմավորում ու ճանապարհում էին կին վարորդներին։ Լավ առիթով մեքենան կանգնեցնելը կանանց բավականին ուրախացրեց։ Անակնկալն իրոք ստացվեց։ Ինչ կցանկանաք մեր կանանց աղջիկներին։ Առողջություն, երջանկություն ու միշտ շփտան։ Շատ ուրախ եմ, շատ շնորհակալություն, շատ լավ միտք է։ Շնորհավորում եմ ուրեմն Հայաստանի բոլոր կանանց, ցանկանում եմ իրենց առողջություն, ցանկանում եմ, որ միշտ ժպիտներ լինեն նրանց դեմքին, մռայլված չլինեն։ Շատ շնորհակալ ենք, շատ շոյված ենք։ Ճիշտն ասած չէի սպասում։ Երջանկություն եմ ցանկանում, առողջություն, ամենալավ բաները։ Շատ մերսի, շատ հաճելի է։ Աղջիկներին ցանկանում եմ հավերժ գեղեցկություն, միշտ ժպիտ դեմքներին, անհոգ, ուրախ, միշտ սիրված լինեն։ Մեծ անակնկալ էր եւ շատ զգացված ենք։ Այսպեսի անակնկալներ են անում մեր հայ կանանցը։ Շատ շնորհակալություն մեր ոստիկանապետին։ Մաղթում եմ հայ ազգի կանանց առողջություն, երջանկություն, շատ շնորհակալ ենք նախաձեռնությունը կազմակերպողներից, շատ լավ էր ամեն ինչ, չէինք սպասում։ Միջոցառմանը ներկա էր նաև Էջմիածնի ճանապարհային ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Գրիգորյանը։ Եկել էր անձամբ շնորհավորելու կին վարորդներին։ Մի փոքր ուշադրություն եւ այսօր ոստիկանության աշխատողներն արժանացան գեղեցիկ սեռի բազում ժպիտների։ Շնորհավորում եմ ես մեր կանանց եւ աղջիկ երկին մարտի 8-ի կապակցությամբ եւ կին եւ աղջիկ վարորդներին ցանկանում եմ անփորձանք լինեն, անխափան երթևեկություն, միշտ զգոն լինեն։ Ոստիկանության մարտիության նվերին արժանացան նաև առանց մեքենաների էջմիածնեցիները։ Կանանց տոնի լավ տրամադրությունն արդեն ապահովված է, այնպես որ սիրելի կանայք, այսպիսի գեղեցիկ առավոտներ թող միշտ լինեն ձեր կյանքում։ Լիլիա Մանուկյան, Հովհաննես Մկրտչյան, Բամբեր։